Ավականու այսօրվա նիստը ներկա բացակայով սկսվեց։ Դահլիճում թափուր էին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու բոլոր անդամների աթոռները։ Խմբակցությունը Գյումրի ավականու կազմում 14 մանդատ ունի, բայց եւ առանց քաղաքացիական պայմանագրի էլ մեծամասնություն կամ քվորում հնարավոր էր ապահովել։ 33 հոգանոց ավականու կազմում պարզ մեծամասնությունը 17 մանդատն է։ Այս թիվը նիստի սկզբում ապահովել չէր ստացվել։ 17 ավականու անդամ չի կայացվել։ Նույն օրենքի ու կարգի համաձայն կեժան պարտավոր ենք սպասել, եթե չներկայացան կազմի արձանագրություն դրա վերաբերյալ։ Կես ժամ անց էլ քվորում չապահովվեց ու ավականին պարտավոր էր արձանագրություն կազմել այն մասին, որ նիստը չի կարող կայանալ։ Համայնքի ավականու նիստին ներկա անդամները նիստը ոչ իրավազոր լինելու պատճառով կազմեցին արձանագրություն։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավականու 2025 թվականի նոյեմբերի 11 նիստի չկայացման մասին եւ ներկա հավականուները ստորագրել են։ Իսկ ովքեր են բացակաները, որոնք ներկաներից շատ էին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ կոմունիստական կուսակցության խմբակցության եւս մեկ անդամ, որը նույնպես կալանավորված է։ Իսկ ավականու եւս մեկ անդամ Նարեկ Միրզոյանը չէր ներկայացել մեր քաղաքը խմբակցությունից։ Հենց այստեղ էլ առաջացավ հարցը. գուցե այսպես կոչված մանդատագողություն է տեղի ունեցել։ Որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Նարեկ Միրզոյանը ունի ընտանիքի հետ անձնական խնդիրներ, իսկ խնդիրը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված։ Մեր քաղաք խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը անձնական խնդիրներով պայմանավորված չի մասնակցում ավականու այսօրվա նիստին։ Եթե Նարեկի դեպքում ունենք որոշակի տեղեկատվություն, ապա ԿՊ-ի դեպքում մեզ անհայտ է խմբակցության ողջ ազգակազմով ինչու են բացակայում նիստին։ Պետք է ենթադրել, որ սա խոչընդոտ է հանդիսանում Գյումրու քաղաքի բնականոն աշխատանքներին եւ տեղի ունեցող ծրագրերի իրականացմանը։ Իսկ ավականու օրակարգում 26 հարց կար, որոնք վերաբերում էին սուբվենցիոն ծրագրերին, մանկապարտեզների ջեռուցմանն ու ամանորի նախապատրաստական աշխատանքներին։ Չկայացած նիստի պատճառով հարցերի քննարկումը հետաձգվեց։ Ավականու Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, թե քաղաքացիական պայմանագիր խմբակցության նիստին չներկայանալը իրենց համար անակնկալ չէր։ Մյուս խմբակցությունները, որոնք միասին մեծամասնություն են կազմում, քաղաքում կառավարման ճգնաժամ թույլ չտալու խնդիր ունեն։ Երբեմն կյանքում տեղի ունենում դեպքեր, որոնք անկանխատեսել են սկսած այսօրվանից, վերջացրած նույն քաղաքական տարբեր տեխնոլոգիաներով, ճնշումներով, հորդորներով եւ այլ ուժային կիրառումներով չագեշտավոր, այս կամ այն ավականու գողանալը, լավ այսպես անվանենք, էլի ճագերտների մեջ, բայց ես կարծում եմ, որ գոնե թե այս փուլում դա այդ դեպքը չի, սա մեկ, երկրորդը կոմունիստական կուսակցությունը ուղղակի պիտի ապահովի այն մնացած մանդատների քանակը։ Եթե ապահովում է մնացած մանդատների քանակը, քաղաքը շարունակում է բնականոն հունով կառավարվել, կառավարման ճգնաժամ չի լինի։ Այսօրվա նիստի օրակարգային հարցերը չքննարկվեցին, բայց օրակարգից դուրս նիստին հրավիրվել էր Զարուհի Փոստանջյանը։ Նա Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ է։ Ներկայացրեց տեղեկություններ Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ։ Ըստ նրա, Վարդան Ղուկասյանի առողջական վիճակն օրեր առաջ վատացել էր։ Նրան հոսպիտալացնելու որոշում էր կայացվել, բայց առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ ըստ Փոստանջյանի պայմանները չեն համապատասխանում առողջական խնդիրներ ունեցող անձի պահման համար։ Նշանակված է մշտական, այսինքն դինամիկ հսկողություն էնդոկրինոլոգի եւ կարդիոլոգի կողմից։ Այդ հաստատությունում, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը, չկա ընդհանրապես բժիշկ, չեմ խոսում էնդոկրինոլոգի եւ կարդիոլոգի մասին, եւ նրա հիվանդությունները այնպիսին են, որ այդ դիտարկումը, մշտադիտարկումը անհրաժեշտ է, որպիսի կայունացնեն նաեւ այդ պայմաններում, թե ինչպիսի դեղորայքն պետք է նշանակվի, այդ դեղորայքի ընդունումից է կախված նրա ապագա առողջական վիճակի լավացումը կամ վատացումը։ Կարող եմ ասել, որ նա դուրս է գրվել ոչ թե ամբողջությամբ ապակինված կամ առողջացած, այլ դուրս է գրվել այն պայմանում, որ առաջի բուժ օգնությունը, որը ծայրահեղ անհրաժեշտ է, նրան տրամադրել են եւ դուրս են գրել, բայց դուրս չի գրվել որպես առողջ անձնավորություն։
Գյումրիի քաղաքապետի փաստաբանները միջնորդել են նրան տեղափոխել Միքայել arczepiskopos Աջապահյանի բանտախուցը։ Միջնորդությունը մերժվել է։ Ըստ Զարուհի Փոստանջյանի Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընդհանրապես կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվեր։ Պարոն Ղուկասյանի դեպքում ընդհանրապես որևիցե խափանման միջոցի անհրաժեշտություն չկար, իսկ եթե կա, պետք է սկսվի ամենանվազագույնից մինչև առավելագույնը, այսինքն ծայրահեղը, բացառիկը, դա կալանավորումն է։ Դատարանները պարտադիր պետք է քննարկեն այլընտրանքային խափանման միջոցների հարցը, արդյոք հնարավոր է թե ոչ, նոր որոշում կայացնեն կալանքի վերաբերյալ։ Այսօրվա չկայացած նիստը սահմանափակվեց փաստաբանի հետ հարցուպատասխանով։ Գյումրիի ավականին արտահերթ նիստ է գումարելու հերթական նիստի օրն ու ժամը որոշելու համար։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն